Ուրեմն դեռ 2021 թվի ընտրություններից առաջ պարզասին ցանկացած գնով պետք է Նիկոլ Փաշինյանին հեռացնել։ Մոռացել եք։ Ցանկացած գնով։ Հիմա էլ 2021-ին որ պարտվեցին, դրանից հետո ընդհանրապես գազազեցին։ Դե ես պատճառները գիտեմ։ Ըստ Մելեսյանների վերևից է գալի։ Նա էլ է որոշել, որ ցանկացած գնով Նիկոլ Փաշինյանին հեռացնել։ Ըստ հարցը չի գնում է ԿՊԻ-ին կամ այն մեկին, Ալեն Սիմոնյանին կամ Արարատ Միրզոյանին, հենց անձամբ Նիկոլ Փաշինյանի մասին է խոսքը, որովհետև Նիկոլ Փաշինյանից վախենում են բոլորը, ոչ միայն Քոչարյանը, իր թիմերը, ասենք Սամվել Կարապետյանը, այս մեկը, այլ նույնիսկ ցարն է վախենում։ Եթե հիշում եք, երբ 20 թվին պատերազմը եղավ, այդ ժամանակ ինչ էին ասում։ Ալիևը պատերազմը սկսեց նրա համար, որպեսզի ժողովրդավարությունը հանկարծ Ադրբեջան չմտնի։ Թե մոռացել եք։ Հիմա Հայաստանը իր ժողովրդավարությամբ այո վտանգ է սպառնում հարևան դիկտատորական երկրներին, որովհետև ժողովրդավարությունը Հայաստանում արդեն կայացել է։ Եվրոպան արդեն Հայաստանում է, Ամերիկան արդեն Հայաստանում է, կայացել է։ Հենց հարցը դրանում է, որ Նիկոլ Փաշինյանին ցանկացած գնով ուզում են հեռացնել։ Հասկանում եք։ Ստե միայն խոսքը Նիկոլ Փաշինյանի մասին է, ուրիշ ոչ մեկից ոչ մի անգամ ոչ մեկը չի խոսում։ Չեն խոսում, որ ես իմ ԿՊ-ն, այդ ամբողջ կուսակցությունը դրանից շատ 1001 են էլ ինչ որ ժողովրդի մաս ԿՊ-ից բողոքում, բայց այդ վերխուշկեքը նրանք բան չեն անում, նրանք միայն Նիկոլից են բան։ Ցանկացած գնով ուզում են Նիկոլին հեռացնել։ Բայց Նիկոլին հեռացնել նշանակում է Հայաստանում ժողովրդավարությունը չլինի։ Հայաստանում չեղավ ժողովրդավարություն, չկա Հայաստան։ Էսա ժողովուրդ ջան, ոնց ուզում եք։ Հիմա բոլոր հարևան պետություններն էլ բոլոր վախենում են Հայաստանի ժողովրդավարությունից։ Հիշում եք մի ժամանակ վախենում էին, երբ որ Սահակաշվիլին Վրաստանում էր, Վրաստանից էին վախենում։ Բոլորը ինչ դիսցիպլինա էր արդեն Վրաստանում, ժողովրդավարություն։ Իսկ հիմա մեր մոտ այդ դիսցիպլինան ստեղծվել է, վախենում են։ Ռիվ ուզում են օրենքը խախտացնեն ու ոչ մեկը չեն ուզում դատապարտվածելի։ Օրենքը խախտեն, բայց չդատապարտվեն, որովհետև դեռ երիտասարդ են կամ կին են կամ եսի ինչ են, հասկանում եք։ Այդ է։ Դիկտատուրան այդ է։ Այդ են ուզում դիկտատորները, որ չլինի այդ ժողովրդավարությունը։ Իրանց երկրներում վտանգ է սպառնում Հայաստանի ժողովրդավարությունը։ Հասկանում եք։ Վերջ, ուրիշ գաղտնիք չկա։ Նիկոլին պահելու ենք, այն որ Իջևանի լեզով ասում է, պոպոքի մեջի պես է, այդ ինձ պահելու ենք։ Միայն Նիկոլին, ես ուրիշների հետ գործ չունեմ, ոչ մեկի, ոչ ճանաչում եմ, ոչ էլ ուզում եմ ճանաչեմ։ Մեր տնտեսությունը իհարկե այսօր շատ մեծ կախվածություն ունի Ռուսաստանից, բայց
Այս քայլերը, որ արվում է այսօր, ես չգիտես ինչու վստահ եմ, որ 2-3 տարուց հետո Հայաստանից Ռուսաստան Երևակայի էլ ապրանք չլինի ուղարկելու, մենք այդքան չհասցնենք արտադրենք։ Եթե Թուրքիայի սահմանն էլ բացվեց, այ օրինակ Ադրբեջանի հետ արդեն Հայաստանից $1 միլիարդ ապրանք են ուղարկի Ադրբեջան։ Դու դա չգիտեք, կիմանաք, եթե ես իմանում եմ, դուք էլ կիմանաք։ $960 միլիոն Հայաստանից արդեն տարբեր տեսակի ապրանքներ ուղարկի Ադրբեջան։ Ադրբեջանի շուկան էլ է զարգացող շուկա, տես մի նայեք։ Մեկ ասում են մեր Հայաստանի արտադրանքը, ասենք, սելսկոխազյայստվենի հետ գյուղմթերք բան Թուրքիային պետք չի, դա սխալ բազար է։ Թուրքիան խաբա ամբողջ աշխարհի համար։ Ամբողջ աշխարհը Թուրքիայի օրին օպտավոյ վաճառում է, Թուրքիան էլ իր օպտավոյ գներն է դնում։ Օրինակ Ռուսաստանից ցեմենտը, ուշադիր լսեք, նասիբ, փոշի ձևով, սենց բարձում են պարախոդները, գնում է Թուրքիա։ Թուրքիայում սիրուն մեշոկների մեջ են լցում, ուղարկում Ռուսաստան։ 2-3 անգամ տանկ վաճառում ստե։ Հասկանում եք, արդեն թուրքական մարկայի տակ Նովորոսիլսկի ցեմենտ ուղարկում են ընդեղ մեշոկների մեջ են լցում, ուղարկում ստե իբր թուրքական ցեմենտ է։ Հասկանում եք։ Այդ նույն ձևի Թուրքիան խաբա ամբողջ աշխարհի համար։ Հայաստանը չի հասցնելու։ Նույնիսկ եթե Թուրքիան չլինի էլ, այս սենց Ադրբեջան, Վրաստան, Իրան, այս կռուգը չէ, Հայաստանը միայն էսկի այդ պետությունների համար չի հասցնի շատ ապրանք արտադրի։ Հայաստանը Ռուսաստանից ներմուծում, ասենք, տարբեր բաներ, երկաթ, բան, տես բաներ, շինարարական բաներ, տես բաներ է ներկրում։ Եթե Թուրքիան բացվեց, Հայաստանը Ռուսաստանից էլ այդ բաները չի էլ ներկրելու։ Թուրքիայի այդ ապրանքները ավելի լավն է, քան ասենք Ռուսաստանին, Թուրքիայից է ներկրելու։ Так что մի վախեք։ Ես գիտեմ, որ 2-3 տարուց հետո ոչ մեկն էլ չի ուզելու այդ Լարսի ճամփով բանով քշի գնա Ռուսաստան։ Դե ուրիշ ճանապարհներ է բացվելու, ուրիշ աշխատանքներ ալելու։ Որ սենց գնաց, շատ լավ է լինելու Հայաստանի համար։ Կարևորը, որ մեր երկիրը այս պատերազմական վիճակից դուրս է գալի, մարդկանց ուղեղներում արդեն չկա այդ պատերազմական վիճակը, ինչ-որ պետության հետ, ինչ-որ ազգերի հետ սկսել տենց թունավոր կյանք վարել, էլի, այդ բանը չլինի, կարևորը էդ է։ Մի խոսքով, դուխները տեղը ժողովուրդ ջան, լավ է լինելու։ Այդ Թուրքիա բան, օրինակ ճանապարհը բացելը բանն էլ, մենք մեզ վախցնում են թուրքով, բայց ես ձեզ 100% վստահեցնում եմ, որ թուրքը ինքը մեզնից է վախենում։ Գիտեք խի, որովհետև հայ գործարարները աշխարհում հավասարը չունեն։ Այս հայ գործարարները սաղ գնալու են Ստամբուլում նստեն ու ամբողջ աշխարհի վրա իրանց ամեն ինչը, թե ոսկի սարքողները, թե բոլորը։ Մի խոսքով Թուրքիան լավ խաբա դառնալու։ Թուրքիան դժվար գա Հայաստան։ Հասկանում եք։ Հայաստանի հողը բանը այնքան էլ նենց բան չի, էլի, բերքատու չի, բան չի։ Թուրքիան դժվար գա, ասես լծվի Հայաստանը վեկալի Իրանովանի։ Հնարավոր է այն ապրանքները, որ մենք չարչարում ենք, այս դժվար ճանապարհով ամիսներով գնում հասնում Ռուսաստան, ու Ռուսաստանից բերենք այդ ապրանքները,
Մի 3 ժամում մտնելու ենք Թուրքիա, գեղեցիկ ճանապարհներով, ընդեից այդ ապրանքները գալու է, թուրքական։ Թուրքիայում էլ այդ պարտադիր չի, լրիվ թուրքական արտադրանք չի, նրանք ամբողջ աշխարհից բերում են դե խաբա էլի, դեից ցրում են, թուրքական յարլիկները խփում են վրան ու ամբողջ աշխարհին տարածում, ու գիտեք թե սա իրանցն է, ոչ, մարդիկ աշխատում են, նրանք վախենում են մեր գործարարներից, որ մեր գործարարները լցվելու են Ստամբուլը, իրանց աշխատողները դրանք թույլ են մեր առաջին, մեր գործարարները աշխարհում գերհզորներից մեկն են, Դուբայում օրինակ շինարարական բանկը համար առաջինն է Դուբայում, ես ինչքան հիշում եմ, ես 13 թվին եմ ընդեղ Երևան Traveler կոչվում, թե ինչ, դե շինարարական բանկը, դե համար առաջիններից մեկն է համարվում, Պրեզիդենտն էլ բանանում, ու պրեզիդենտը մեր այդ հայ այդ բանի ճարտարապետների բանի գործերը շատ բարձր է գնահատում, ինքն է ընդունում, որովհետև անձամբ պրեզիդենտը, անձամբ ինքն է ընդունում բոլոր գործերը, իր ստորագրությունը պետք է լինի, տենց էլի մտածում եմ, մի խոսքով շատ չվախենակ, կարևորն է նա, որ մեր ուղեղում պատերազմը, կռիվը, այս մեկը, այն մեկը վերադարձնել, այս մի բանը, ուղեղներում մարդու պետքա չլի, 100 տարի ոչ մի բան չենք կարողացել անենք, այսօր էլ չենք կարա, վաղն էլ չենք կարա, երբ որ կդառնանք 100 միլիոն մեր պետությունում, այն ժամանակ կմտածենք, հիմա դրա մտածելու, այդ բաների մտածելու ժամանակը չի, դա հայրենասիրության բան հետ կապ չունի, ես ինչ ասում եմ, ուղղակի ես հասկանում եմ ինչ եմ ասում, նորմալ մարդիկ ինչ ճիշտ կհասկանան, դե գլուխ գովալու բան չի, քելլագզության բան չի, ոնց ասած էլի, տենց է, լավ մնացեք ժողովուրդ ջան առայժմ, կարևորը մի վաճառվեք, ժողովուրդ ջան, ամեն օր ասում եմ այս բառը, մի վաճառվեք, դուք անգին եք, հայեր ջան, դուք անգին եք, մի վաճառվեք, մի բոթասի, մի հատ սպարտիվնոշորի, մի հատ քեսի ինչի, մի վաճառվեք, ամոթ է, խայտարակ մի եղեք, աշխարհով մեկ, լավ մնացեք։